Վերջին շրջանում անտառային հրդեհներն ակտիվացել են։ Նոյեմբերի 7-ին Մեղրու Կալեր բնակավայրի մի շարք լեռնային բուսածածկ տարածքներ կրակի ճարակ դարձան։ Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունն այդ օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, կանխելով վտանգավոր հետևանքները։ Մոտ 4 օր մենք այնտեղ բավականին մեծածավալ աշխատանքներ են կատարել։ 4-րդ օրը, նոր 4-րդ օրվա ավարտին, գրեթե արդեն 5-րդ օրը հնարավոր եղավ արդեն հրդեհը ամբողջությամբ մարել, հրդեհի մի քանի օջախներ մոտեցել էին գյուղերին, նաև անասնապահական ֆերմաներին, օգտագործելով անօդաչու թռչող սարք, մեր տրամադրության տակ եղած, մենք արդեն բոլոր օջախները հայտնաբերել էինք վտանգավոր, որ կարողացան կանխել հրդեհների վտանգավոր օջախները, որոնք դեպի գյուղեղությամբ էին գնում։ Իրար հաջորդեցին Անտառաշատ եւ Գեղի բնակավայրերի անտառային հրդեհները։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով նպաստող գործոններն առանց տեղումների եղանակը եւ ուժեղ քամիներն են եղել։ Բարեբախտաբար կրակը բնակիչներին չի հասել։ Դժվար անցանելի տեղերը գերակը շռել են ընդհանուր ծավալի մասով։ 4 կիլոմետր, 7 կիլոմետր փրկարարները եւ էկոպարեկներն անցել են ոտքով։ Կրկին բավականին մեծ ծավալների էր անտառամերձ հատվածում հասել, նաեւ որոշ հատվածներով ինք արդեն կրակը անտառի մեջ էր։ Սակայն մենք թիրախային լուծումներ տվեցինք, կրկին ուղղությունները մենք տեղորոշեցինք, կանխեցինք Անտառաշատ գյուղի բնակավայրեր գնացող հրդեհի բոլոր ուղղությունները, անտառներում խորացող հրդեհների բոլոր ուղղությունները ու սկսեցինք արդեն մարել մեր արագ արձագանքման եւ պրոֆեսիոնալ աշխատանքի նույն ձեռագիրը կրկնեցինք նաեւ այստեղ, որի արդյունքում մեզ հնարավոր եղավ խուսափել վնասներից, վառվել են ընդամենը 4 խոտեր, թափուկների կտորտանքներ։ Նշված հրդեհների դեպքում քաղաքացիներն ահազանգել են 1 կամ 2 օր ուշ, ինչը նպաստել է հրդեհի ծավալի մեծացմանը եւ խոչընդոտել կրակի շուտ մարմանը, նշեց փրկարար ծառայության գնդապետը եւ հավելեց, չնայած տեխնիկական եւ մարդկային ներուժը բավարարել է հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելուն, բայց առանձին դեպքեր կուզեի նշել, քանի որ բոլոր դեպքերում ես եղել եմ դեպքի վայրերում, երկու դեպքում էլ, որ բնակիչները, երկու գյուղերի բնակիչները, որ նշեցի դեպքերով, իրենք եկել են, մոտեցել են, ասել ուզում ենք ինչ-որ բանով օգնենք, ինչ անենք, դա խրախուսելի է, հուսով եմ, որ այդ տենդենսը ավելի վարակիչ կլինի, ավելի շարունակական կլինի։ Ամփոփելով տարին Դավիթ Հովհաննիսյանը նշեց, 2024 թվականի համեմատ մարզում հրդեհների թիվը կտրուկ ավելացել է։ Ծառայության աշխատակիցները պարբերաբար իրազեկման արշավներ են իրականացնում նաև գյուղական բնակավայրերում։ 2024 թվականին ունեցել ենք 195 դեպք հրդեհի, այս տարի 441 այսօրվա դրությամբ, որ հիմա մենք իր հետ խոսում ենք, այս պահի դրությամբ 441, կրկնակ եւ ավել աճ ունենք, անկախ նրանից թե արժեվում ձմեռ է, դա կապ չունի, մենք խոսում ենք քաղաքացու հետ, մենք մասնագիտական մոտեցումներ ենք ցուցաբերում, նաեւ մասնագիտական մենք վերլուծություններ ունենք, դա ոչ թե ցանկությամբ, այլ մասնագիտական մակարդակի, որ օրինակ 4 խոտացած տարածքները վառելով, իրենք հաջորդ տարվա իրենց բերքը որ հույս ունեն, որ պետք է ավելի բերելի լինի, դա հակառակն է, քանի որ ողջ հումուսային շերտը ամբողջությամբ իրենք ոչնչացնում են։ Բնության գրկում գտնվելուց առավելագույնս պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները ու միշտ հիշեն, որ անգամ 1 քառակուսի մետր փոքր կրակը, եթե վառվի, եթե իրենք տեսնեն կրակի հիմնական օջախը հանգել է 1 հատ ծխացող կետ կա, այդ հատվածում այդ ծխացող կետը կարող է վերածվել քամու եւ այլ գործոնների հետևանքով մասշտաբային հրդեհների։ Մարզային փրկարարական վարչությունը եւս մեկ անգամ հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները եւ ցուցաբերել առավել մեծ զգոնություն։ Աննա Մելքումյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։